Այսօր ուզում եմ մի շատ կարևոր եւ հիմնարար հիմքային թեմայի մասին խոսենք, որը կարելի է ասել հարաբերություններ ստեղծելու մեջ ամենակարևոր գիտելիքն է, որ մարդը պիտի ունենա հոգեբանական առումով, որպեսզի կարողանա իր հարաբերությունները ավելի կառավարելի դարձնել կամ իր հարաբերվելու ձևը հասկանալ։ Խոսքը գնում է կապվածության ոճերի եւ տեսակների մասին, որոնք մենք կարելի ասել ժառանգում ենք, այսինքն որոնք մենք ժառանգելը ճակերտներով եմ ասում, նկատի ունենալով, որ այդ կապվածության ոճը ստեղծվում է այն ժամանակ, երբ մենք շատ ավելի սակավ գիտակից փուլում ենք լինում մեր կյանքի, այսինքն մեր շատ մանուկ հասակում մեր ծնողների մեզ հետ հարաբերվելու ձևի հետևանքով է ձևավորվում մեր կապվածության ոճը, այսինքն ինչպիսի կապվածություն ենք մենք ստեղծում այլ մարդկանց հետ։ Ընդունված է առանձնացնել 4 տիպի կապվածություններ։ Առաջինը կապվածության ապահով ոճն է, որտեղ մարդը ունի ներքին վստահություն, որ ինքը արժանի է սիրո, եւ ինքը կարող է այդ սերը ստանալ եւ նաեւ ունի սեր իր կյանքում, այսինքն ինքը սիրված է, սիրո արժանի է, կարող է նաեւ ինքը սիրել եւ սեր տալ։ Այս կապվածության ձևը ձևավորվում է, բնական է, այնպիսի ծնողների ընտանիքում, որտեղ մշտապես եղել է երեխայի նկատմամբ բավարար ուշադրություն եւ սեր, եւ երեխան միշտ իմացել է, որ ինքը սիրված է եւ ինքը կարեւոր է իր ծնողների համար։ Այս մարդիկ սովորաբար ստեղծում են կայուն հարաբերություններ, շեշտված կորցնելու վախ չեն ունենում, շեշտված վերահսկելու ցանկություն չեն ունենում, կարողանում են հեշտությամբ կոնֆլիկտները լուծել, կարողանում են քննարկել, կոնֆլիկտների ժամանակ միանգամից չեն խուսափում եւ փախչում, վախ եւ անհանգստություն շատ չեն ունենում, երբ որ իրենց սիրելի մարդը մի քիչ հեռու է լինում կամ զանգին չի պատասխանում 1-2 ժամ եւ այլն։ Այսինքն այս մարդկանց հարաբերվելու ոճը իհարկե կարելի է նկարագրել հենց այդպես ապահովության զգացումով, հա, այսինքն այս մարդիկ իրենց բավականին հանգիստ եւ ապահով են զգում հարաբերություններ ստեղծելիս, հարաբերություններից դուրս գալիս, հարաբերությունների ճգնաժամային փուլերում։ Կապվածության երկրորդ տեսակը անհանգիստ կամ տագնապային եւ կախյալ կապվածության տեսակն է, որին բնորոշ է մեծ ցանկություն կապ ստեղծելու, բայց ուժեղ վախ այդ կապը եւ հարաբերությունը, այսինքն սերը կորցնելու։ Առհասարակ բոլորն ունեն սիրո մեծ ցանկություն եւ պահանջ, եւ ոմանք պարզապես ունեն վախ կամ վստահություն, որ իրենք այդ սերը չեն կարող ունենալ։ Կապվածության այս տեսակի դեպքում մարդիկ ունեն վախ, որ իրենք կկորցնեն այդ սերը։ Կապվածության այս տեսակի դեպքում մարդը անընդհատ ունի վախ կորցնելու իր սերը եւ այս տեսակը ձևավորվում է այն ծնողների վարքագծի դեպքում, որոնք մի տեսակ անկայուն սեր են դրսևորել իրենց երեխայի նկատմամբ, այսինքն եւ դրսևորել են սեր եւ ինչ որ ժամանակ եղել են անտարբեր կամ եղել են շատ խստապահանջ, եղել են շատ այդպես արգելող, պատժող, բայց միևնույն ժամանակ նաեւ սեր են ցուցաբերել երեխայի նկատմամբ։ Այսինքն այս մարդիկ մեծացել են միջավայրում, որտեղ սերը հաստատուն եւ այսպես կայուն բան չի եղել։
Իրենք վախենում են հարաբերություններում եւ հաճախ կարող են շատ վերահսկող լինել, կարող են շատ արագ մտնել հարաբերությունների մեջ, այսինքն մի փոքր սիրո կամ ջերմության նշաններ տեսնելով կարող են անմիջապես գլխով նետվել այդ հարաբերությունների մեջ եւ ցանկացած այսպես կասկածի եւ այսպես ինչ որ անհանգստության դեպքում ունենում են շատ խորը վախ, տագնապ եւ սկսում են կարճել եւ կախվածության մեջ նաեւ ընկնել հարաբերություններից եւ տվյալ մարդուց։ Բնականաբար պարզ է ամբողջ ընթացքը հարաբերությունների, իդեպ ասեմ, որ այսպիսի կապվածության տեսակ ունեն շատերը մեր հասարակությունում դաստիարակության որոշակի ընդունված ոճերի եւ նորմերի պատճառով ու հետևանքով։ Կապվածության երրորդ տեսակը դրսևորվում է այն անձանց մոտ, որոնք դաստիարակվել եւ մեծացել են համեմատաբար ավելի անտարբեր եւ սառը եւ մի տեսակ դիսոցացված ծնողների միջավայրում եւ այս պայմաններում ձևավորվում է կապվածության խուսափողական ոճը, որտեղ մարդը կարծես համարում է, որ ինձ ոչ ոք պետք չէ, ես ինձ լրիվ բավարարեմ, միայն ես եմ ինձ պետք եւ ես պիտի այնպես ապրեմ, որ բավարարեմ իմ պահանջմունքները, ինձ այլևս ոչ ոք հետաքրքիր չէ։ Եվ այս դեպքում բնականաբար հարաբերությունները կառուցվում են ավելի այդպես եսակենտրոն ձևով եւ դրանք պիտի տվյալ մարդու պահանջմունքներին ծառայեն եւ բավարարեն եւ այս մարդիկ սովորաբար էմոցիոնալ առումով հասանելի չեն, էմոցիոնալ առումով ներգրավված չեն, իրենք հաճախ կարող են կոնֆլիկտների կամ տարբեր զրույցների ժամանակ ասել դե ես այսպեսինն եմ, վերջ, դու կարող ես կայացնել քո որոշումները, անել այն ինչ ուզում ես, ես այսպեսինն եմ եւ վերջարկել։ Կապվածության 4-րդ տեսակը, այսպես անկազմակերպ կապվածություն են կոչում, որը սովորաբար դրսևորվում է եւ ձևավորվում է այն մարդկանց մոտ, որոնք մեծացել են ոչ թե անտարբեր միջավայրում, այլ չարաշահող եւ բռնարար նույնիսկ երբեմն միջավայրում եւ այս դեպքերում մարդիկ կարող են նույնիսկ շատ սուր վախ ունենալ հարաբերություններից, վախ ունենալ կապվածությունից, ջերմությունից եւ էմոցիոնալ առհասարակ հարաբերություններից, որովհետեւ իրենք գրեթե միշտ այդ զգացմունքների տուժող կողմն են եղել։ Կարող ենք պատկերացնել, չէ, երեխային, որը մեծացել է ծնողների հետ, որոնք իր նկատմամբ շատ ագրեսիվ են եղել, կոպիտ են եղել, վնաս են տվել իրեն հոգեբանական կամ ֆիզիկական առումով, իսկ երեխան շատ հաճախ ունեցել է ջերմ զգացմունքներ այդ մարդկանց նկատմամբ։ Եվ այս մարդիկ կարող են ունենալ պանիկ, վախ, նույնիսկ մտերմիկ եւ ջերմ հարաբերություններից։ Եվ այս 4 խմբերը կապվածությունների շատ կարևոր է իմանալ ու նաև լավ կլինի, որ մարդը ուսումնասիրի եւ փորձի հասկանալ, թե կապվածության որ տեսակն է իր մոտ ձևավորվել, որը իրեն կօգնի, որ ինքը հասկանա, թե հարաբերությունների ինչպիսի ձև է ինքը նախընտրելու, նաև սա կօգնի հասկանալ, օրինակ, եթե տագնապային եւ կապվածության ոճ ունեցող մարդը հարաբերություններ է ստեղծում ապահով կապվածության ոճ ունեցող մարդու հետ, այս մարդիկ իրականում կարող են ունենալ շատ տարբեր կոնֆլիկտներ, որովհետև առաջին տիպի մարդը, կապվածություն ունեցող մարդը, որը իրեն շատ հանգիստ է զգում, ապահով է զգում հարաբերությունների մեջ, որևէ կախվածության հակված չէ, այս մարդը կարող է օրինակ երկրորդ տիպի կապվածություն ունեցող անձին անտարբեր թվալ, անմասն թվալ եւ այստեղ կարող են լիքը կոնֆլիկտներ առաջանալ։ Վերջին 2 խմբերի անձանց հարաբերություններում իհարկե գրեթե միշտ, եթե այդպիսիք ստեղծվում են եւ կայուն հարաբերություններ են լինում, այնտեղ իհարկե միշտ ինչ որ տուժող կողմ անպայման կա կամ մեկը կամ մյուսը։ Երբ որ մարդիկ հասկանում են իրենց, ճանաչում են իրենց կապվածության ոճը, տեսակը,
իրենք կարող են իհարկե դրանով զբաղվել, կարող են մասնագետի դիմել, աշխատել այդ ուղղությամբ եւ եթե իրենք ունեն առաջինից բացի երկրորդ, երրորդ կամ չորրորդ տիպի կապվածության տեսակ, ապա իրենք անպայման պիտի թերապիա անցնեն եւ աշխատեն այդ խնդրի, այդ ձևավորված ոճի վրա եւ փորձեն դա փոխել։ Ես մի հարց ունեմ, ելնելով իմ փորձառությունից եւ նրանից ինչ լսեցի, արդյոք այդ ոճերը, այսպես կապվածության, իրանք մաքուր են հայտնվում, թե իրանք ունեն միքսեր եւ տարբեր իրավիճակներում տարբեր ձև են դրսևորվում, որտեվ եթե նայենք եւ իմ տեսած փորձերը եւ իմ անձնական փորձը երեխաների հետ հարաբերվելու իրենք տարբեր ձև են դրսևորվում ելնելով հանգամանքներից, իրավիճակից, այն արարքներից, որոնք հանգեցնում են որոշակի ոճի, հա, ունեք կարելի ամեն օր գրկել եւ ասել, որ սիրում ես երեխային, բայց նաեւ պատժել արարքի համար եւ ասել, որ եթե այսպես շարունակես, մեր հարաբերությունները գուցե փոխվեն։ Եվ ըստեղ այս պարագայում արդյոք մենք կարող ենք ասել, որ այս ոճի այս հարաբերությունը, թե իրանք միշտ միքս են։ Մի քանի հարց կա քո հարցի մեջ, փորձեմ դրանց բոլորին անդրադառնալ եւ իրական բավական խորը բաների են կպնում դրանք։ Իրականում երբ մենք խոսում ենք ապահով կապվածության տիպի ձևավորման մասին, այստեղ մենք չենք ենթադրում, որ ծնողները օրինակ չեն պատժել իրենց երեխաներին կամ խիստ չեն եղել կամ երբեմն անարդար չեն գտնվել կամ վատ տրամադրության մեջ չեն եղել։ Իհարկե դրա մասին չի խոսքը եւ ծնողները մարդիկ են ու իրենք կարող են շատ տարբեր վիճակներում լինել, վատ տրամադրություն ունենալ եւ այլն, բայց այն ծնողները, որոնք իսկապես սիրում են իրենց երեխաներին եւ բավական հասուն մարդիկ են, իրենք սովորաբար ծայրահեղությունների մեջ չեն ընկնում։ Այսինքն իրենք կարող են պատժել երեխային, բայց երեխան հասկանում է, թե ինչի համար են պատժում, հասկանում է, որ իսկապես չափն անցավ ու բարկացրեց ծնողին եւ մի տեսակ գիտեն, որ վաղը կանցնի։ Գիտեն, որ առավոտյան papan լավ տրամադրությամբ կարտնանա, մի հատ sense թուշիկը գշոյի եւ կանցնի ամեն ինչ։ Կամ գիտեն, որ այս մի բանը ոնց որ շատ խիստ բարկացրեց ու աչքից սա երկար տևի այս բարկությունը, բայց մի տեսակ կայունություն կա ծնող-երեխա հարաբերությունների մեջ եւ չկա վախ, որ սա կործանարար իրավիճակ է կամ օրինակ չկա վախ, որ papan բարկացավ մամայի վրա ու մամային կսպանի։ Կա հստակ պատկերացում, որ հիմա papan երևի կգոռա, մաման կնեղանա կամ մաման էլ կգոռա, բայց մի տեսակ գիտեն երեխաները, որ դե այսքանն է, էլի դրանից ինչ որ ավել որևէ սարսափելի բան տեղի չի ունենա։ Բայց մենք խոսում ենք օրինակ տագնապային կապվածության մասին, երբ որ երեխան այնուամենայնիվ փոքր տարիքում ունեցել է վախեր եւ ունեցել է կայուն այդպես մտքեր, անհանգստություններ, որ ինձ չեն սիրում, որ իրանք երևի կուզեին, որ ես չլինեի, կամ օրինակ իրենք կուզեին, որ ես տղա ծնված լինեի կամ աղջիկ ծնված լինեի, այսինքն սենց խորը անվստահության ինչ որ կետեր, որոնք իհարկե պիտի բավական լուրջ դրսևորումներ լինեն, որ երեխայի մոտ այդպիսի խորը վստահություն առաջանա։ Իրականում մենք հաճախ մտածում ենք, որ երեխաները շատ ռացիոնալ չեն դատում, բայց երեխաների ընկալումների մեջ բավական ռացիոնալ բաներ կան, այսինքն ինչ որ բանը պիտի չափազանց լինի, որպեսզի իրենց ներսում այդպիսի խորը համոզմունք առաջանա, ծնողները պիտի չափազանց
տարօրինակ վարքագիծ դրսևորեն, որպեսզի երեխաները շատ խորը վախ ունենան իրենցից։ Այսինքն այնուամենայնիվ երեխաները բավական այդպես կայուն են անցալում իրենց եւ ունեն որոշակի ներողամտություն, որոշակի ռացիոնալ իրենց համար բացատրություններ են տալիս իրենց գլխում եւ մեզ հաճախ պատմում են դրանց մասին։ Ուզում եմ ասել, եթե ծնողները շատ չափը չանցնեն, իրենց երեխաները կունենան իսկապես ապահով կապվածության հետ զգացում եւ կկարողանան առողջ լավ հարաբերություններ կառուցել։ Մյուս կետը, որին ուշադրություն դարձրեցիր եւ ես էլ կուզեի անպայման խոսել, այդ միքսերի մասին էր, թե արդյոք մաքուր ձևով կապվածության այս տեսակները դրսևորվում են թե չէ։ Իհարկե երեխաներին տարբեր մարդիկ են մեծացնում եւ ծնողները տարբեր անձ ունեն եւ այդ միքսերը իհարկե կարող են ի հայտ գալ, երբ որ ծնողները տարբեր կերպ են իրենց դրսևորում եւ այդ դեպքերում երեխաները ունենում են ավելի շատ կապվածություն, օրինակ իրենց համար ավելի ապահով ծնողի հետ եւ սա կարող է բավական լավ անդրադառնալ երեխայի անձի ձևավորման վրա եւ ավելի գերակշռող լինի կապվածության այդ տեսակը եւ երբեմն որոշ դեպքերում դրսևորվի այդ անհանգստությունը, տագնապը, բայց երբ որ ծնողները ծայրահեղ տարբեր են լինում, իրականում այստեղ մենք չենք կարող խուսափել, նույնիսկ եթե մի ծնողը այդպես շատ կայուն անձնավորություն է, ամուր, վստահ, առողջ եւ մյուսը ծայրահեղ անառողջ, այստեղ միևնույն է մենք չենք խուսափի կապվածության երկրորդ, երրորդ եւ չորրորդ ձևերի դրսևորումից եւ իհարկե որքանով առողջ է մյուս կողմը եւ ունի մեծ ազդեցություն իրավիճակի վրա, բնականաբար այնքան կարող են ավելի փրկել, առողջ կապվածության տիպի ձևավորումը։ Ես կուզեի նաեւ անդրադառնալ այն դիտարկմանը, որ որքանով իրավիճակն է ազդում այս ամենի վրա։ Փորձը ցույց է տալիս եւ հետազոտությունները ցույց են տալիս, որ կապվածության տեսակները բավական կայուն կոնստրուկտներ են անձի ներսում, ոճեր, ավելի ճիշտ կլինի ասել, որոնք այնուամենայնիվ բավական կայուն են եւ մարդը սովորաբար իրար հաջորդող բոլոր հարաբերություններում նմանատիպ կապվածության ձև է դրսևորում։ Բայց կարող են օրինակ հարաբերությունները, որոնք ինքը ունենում է եւ ձևավորում է եւ մարդիկ, որոնց հետ ինքը առնչվում է եւ իհարկե կյանքում տարբեր իրողություններ, փաստեր կարող են օգնել, որ իր կապվածության ձևը փոխվի ամեն դեպքում։ Եվ իհարկե այդ օգնող գործոններից մեկը նաեւ ինքնավերլուծությունն է եւ փսիխոթերապիան կամ խորհրդատվությունը, որ կարող է օգնել այդ ինքնաճանաչմանը, բայց նաեւ կյանքում տարբեր իրողություններ կարող են բերել դրան, որ մարդը ինքնուրույն է ուսումնասիրի, այսօր նյութը այդ ցանցը հնարավորություն տալիս է, որ մարդը բավականին խորը կարողանա ինքն իրեն ուսումնասիրել եւ աշխատել այդ փաստերի վրա եւ փոխել ինչ-որ բաներ իր կապվածության ոճի մեջ։ Բայց ի սկզբանե դրանք բավական կայուն բաներ են եւ այդպես իրավիճակից շատ չեն փոխվում, այնքանով, որքանով այդ իրավիճակում, եթե ավելի կայուն մարդիկ են, ավելի ամուր, ավելի առողջ հոգեվիճակով, այս կապվածության խնդիրները կարող են մի քիչ մեղմանալ։ Եվ հակառակը, եթե դիմացը կապվածության sense շատ հակառակ դրսևորումներով տեսակ է, իրենք կարող են իրար խորացնել եւ ծանրացնել։ Համենայն դեպս երեխաները, որոնք ընկած են մի իրավիճակում, որտեղ ծնողների հարաբերությունները այդքան էլ առողջ չեն, եւ այլն, երբ որ մեծացել են եւ հասկանում են, որ իրանք ունեն այդ խնդիրը, ինչ պետք է անեն եւ արդյոք որ ոճի դեպքում ինչ պետք է անեն։ Ամենաառաջինը ես կուզեի, որ այստեղ մարդիկ իմանալով, որ կա կապվածության կայուն ոճ, փորձեին ուսումնասիրել, թե ինչպիսի ոճով են իրենք շփվում։ Ամենաառաջինը, որովհետև այն դեպքերում, երբ մարդիկ մեղադրում են օրինակ
իրենց հանդիպած մարդկանց, օրինակ ասում են, ինքը ստախոս էր, այն մեկը հավատարիմ չէր, այն մեկը կայուն մարդ չէր, մյուսը հասուն չէր, մյուսը, չգիտեմ, այսպեսին չէր։ Այս դեպքերում մենք մի քիչ կորցնում ենք ժամանակ եւ էներգիա անօգուտ բաների վրա, հա, վերլուծելով մարդկանց, որոնց մենք փոխել չենք կարող։ Իսկ երբ որ մենք ուսումնասիրում ենք ինքներս մեզ, մեր մոտեցումները, մեր կապվածության ոճը, մենք նախ հասկանում ենք, թե ինչպես ենք մենք մեզ դրսևորում այդ հարաբերություններում, նաև հասկանում ենք, թե անգիտակցաբար մենք ինչպիսի մարդկանց ենք ընտրում, որովհետև անգիտակցաբար մենք նաև ընտրում ենք մարդկանց, որոնք կարող են ռեալիզացնել այդ կապվածության ոճը։ Յուրաքանչյուր հարաբերության ավարտ, եթե այդ հարաբերությունները ամեն դեպքում հասուն տարիքում չեն, հասուն տարիքում են, էլի այդպես դպրոցական հարաբերություններ չեն, ես միշտ առաջարկում եմ հարաբերության ավարտից հետո մի հատ տենց վերլուծություն անել, ինչ տեղի ունեցավ, ով ինչպիսի ներդրում ունեցավ, որ մեկս ինչպիսի ազդեցություն ունեցանք այդ process-ի վրա, որպեսզի այս հարաբերությունը հետագայում չունենա շատ լուրջ ազդեցություն հաջորդ հարաբերությունների վրա, որովհետև նախորդ փորձը մեր վարքը մի քիչ կառավարում է։ Մենք սկսում ենք ինչ-որ բանից խուսափել կամ ձգտել ինչ-որ բանի եւ պարզվում է, որ դա անում ենք ելնելով նախորդ հարաբերությունից, այլ ոչ մեր սեփական մտքերից, ցանկություններից եւ ճաշակից։ Այսա շատ կարեւոր է եւ երևի չարժի սпасել մինչեւ 12-րդ անհաջող հարաբերությունը եւ ընթացքում վերլուծություններ անել։ Իմ ընկերական միջավայրում ես մի քանի դեպք գիտեմ, որտեղ որոշակի հարաբերությունից հետո, որտեղ ինչ-որ բան այնպես չի ստացվել եւ կամ մերժվել են արդյունքում, կամ բաժանվել են ոչ հաջող, անմիջապես մեկ այլ հարաբերության մեջ են մտել կոմպենսացնելու համար նախորդ անհաջողությունը, այսպես կարելի ասել։ Այսա որքանով է առողջ եւ որքանով է հնարավորություն հաղթահարելու, երբ որ դու անմիջապես ես դա անում եւ ոչ թե ինչ-որ մի պաուզայով, որպեսզի մտածես ինչ կար, ինչ չկար։ Շատ հաճախ է այդպես լինում։ Շատ հաճախ մարդիկ փախչելով մի բանից մի ուրիշ ընտրություն են անում եւ իհարկե երբեմն պատահում է, որ այս հարաբերությունները կարող են հաջող ստացվել, այսինքն համընկնումները շատ լինեն եւ մարդիկ իրար կարողանան բավարարել իրար ակնկալիքները հարաբերությունից, բայց շատ հաճախ այդ հարաբերությունը իսկապես այդպես կոմպենսատոր նշանակություն են ունենում նախորդ հարաբերությունից կրած վնասների համար, այլ ոչ իրական ամենախորքային ներքին պահանջմունքների համար։ Խորհուրդ է տրվում իրականում շատ արագ մեկ հարաբերությունից մյուս հարաբերության մեջ չընկղմվել, բայց ես իհարկե ուրախ եմ, որ մարդիկ ոչ միշտ են լսում տարբեր խորհուրդներ եւ ապրում են սպոնտան եւ իրենց հետ տարբեր հետաքրքիր բաներ են լինում, բայց ասում են, որ պետք է հարաբերությունը ավարտված վերլուծել եւ հասկանալ, որպեսզի ավելի քիչ լինեն վնասները հաջորդ հարաբերության մեջ, բայց երբեմն տենց երջանիկ պատահականություններ են լինում, որ մարդիկ հանդիպում են իրենց շատ համապատասխան մարդու անմիջապես մի հարաբերության ավարտից հետո կամ նույնիսկ գտնվելով ինչ որ հարաբերության մեջ այդպիսի դեպքեր են լինում, որ մարդիկ կարող են հանդիպել մեկ ուրիշին, որը իրենց շատ համապատասխանում է։ Բայց այս դեպքերում երևի այդ կոմպենսացիայի մասին չենք խոսում, այլ խոսում ենք ավելի համապատասխան մեկին գտնելու մասին։ Քո բերած օրինակում իհարկե դրանք ավելի անառողջ դեպքեր են եւ երևի պետք է ավելի այդպես գիտակից մոտենալ էլի էմոցիոնալ խնդիրները այտենց վազեվազ լուծելու յետևից չընկնել, այլ փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Փորձը լավ բան է, փորձելը լավ բան է, ուղղակի կարևոր է որ փորձանք չդառնա, այլ փորձառություն, հա, ինչ որ իմաստով։ Եթե փորձենք ամփոփել, մենք խոսեցինք 4 կապվածությունների ոճերի մասին եւ նշեցինք, որ բացի մեկից, որ այդ առողջ կապվածությունն է, մնացածը ունեն իրենց մեջ խնդիրներ, որոնք կարիք ունեն հաղթահարման եւ
լավ կլինի դրանց մասին մտածել են մարդիկ, ովքեր կրողն են այդ ոճերի եւ հայաստանյան իրականության մեջ այդ երկրորդ ոչ կայուն ոճը շատ է տարածված, քանի որ մեր դասյակությունը պատժի եւ բլիթի այդ տրամաբանությունը եւ ծնողների, հա, վերաբերմունքը իրենց երեխաներին դաստիարակման process-ի մեջ դրան խթանում է եւ առաջին հերթին ուշադրություն դարձնենք ծնողներին, որ իրենց երեխաների հետ հարաբերվելիս այդ ապահովության զգացումը առաջնահերթ, սիրո եւ ապահովության զգացումը անկախ նրանից թե ինչ իրավիճակ է, պետք է փոխանցել երեխաներին եւ դա չի նշանակում, որ չպետք է պատժել վատարարքի դեպքում եւ այլն։ Երկրորդ բանը, որի մասին խոսեցինք եւ կարեւորեցինք, նկատելն է մեր մեջ մեր ոճը, հա, հարաբերությունների եւ փորձել դրա հետ առնչվել, առերեսվել, փորձել դրա մասին մտածել եւ մեր գործողություններում փորձել կառավարելի դարձնել այդ մեր ոճերը եւ նկատի առնել, որ միշտ չի որ մաքուր այդ ոճն արնում, այլ իրավիճակից, հանգամանքներից, սոցիալական դիրքից եւ այլնից ելնելով կարող այդ ոճը փոխվի, երկակի դրսևորում ունենա նույնիսկ։ Երրորդ բանը, որ կարող ենք ասել, որ հարաբերությունների արանքում պաուզաներ թողնենք, վերլուծելու համար նախորդի հարաբերությունները, որպեսզի հաջորդը լինի մշտակա, կայուն եւ զարգացող եւ ոչ հերթական, անորոշ եւ անկայուն։ Ես այստեղ կուզեի ասել, որ նույնիսկ պարտադիր չի, որ հաջորդը լինի մշտական կամ երկարատև, բայց թող լինի ավելի բավարարող, ավելի երջանիկ հարաբերություն, որովհետև միգուցե այդ մշտական ու երկարատևի համար մենք դեռ պիտի մեծանանք, գուցե ինչ-որ փորձ ձեռք բերենք, բայց գոնե հաջորդ հարաբերությունը լինի ավելի առողջ, ավելի երջանիկ, քան նախորդներ, եթե իսկ նախորդը ավարտվել է, որովհետև ամենայն հավանականությամբ այդքան լավ հարաբերություն չէր։